Բարևներ։ Բարևներ, սիրելի հետևորդներ։ Այսօր Հայկը կասի ոնց եք, ինչպես եք, ասա որ Ոնց եք, ինչպես է ձեր տրամադրությունը։ Վայ Հայկ ջան, տենում եք Հայկը այսօր ինչքան ուրախ է, լավ տրամադրություն ունի, սիրուն հագ է կապե, գլխարկը դրե, տեսեք, ընտիր, սիրուն։ Միած սիրուն աղջիկ պիտի ճարենք մեր Հայկի համար, սիրելի հետևորդներ, Հայկի նման տնարար, ղոչաղ, սիրուն, լավ աղջիկ պիտի ճարենք, տեսեք ինչ սիրուն է մեր Հայկը, լավն է շատ, այսօր Հայկը նկարահանվել է մեր տորթերի տանը, նկարահանվել է սիրելի հետևորդներ, շուտով գովազդային ալիքով, չէ Հայկ պիտի լինի, Ֆորտունայի տարբեր ալիքներով ցույց են տալու մեր արագ սննդի կետը, սիրելի հետևորդներ, թե ինչ լավ սնունդներ ենք պատրաստում, ինչ լավ շաուրմաներ, ամթխվածքներ, ամեն ինչ շուտով հայտնվելու է մեր էջերում, Facebook-յան էջերում ալինելու, տարբեր չէ, չի ասա, որ լրատվականներով է տալու, չի ներկայացրել, բայց մի 2 օրից պատրաստ կլինի եւ անպայման այդ նյութը կտեղադրենք նաեւ մեր էջում, Հայկ, թող տեսնեն մեր հետևորդները, կարող է շատ հետևորդներ կան, որ այդ ալիքներով չկարողանան տենալ, այնպես որ տեղադրելու ենք մեր էջում եւ այնտեղ տեսնելու եք մեզ արդեն սիրելի հետևորդներ, ինչ սիրուն բաներ է սպասվում ձեզ։ Ես արդեն վերադարձել եմ, եկել եմ Ստեփանավան, անցել եմ իմ աշխատանքին։ Առավոտ աշխատել եմ լավաշի արտադրամասում, եկել եմ այստեղ, հիմա էլ ձեր հետ եմ զրուցում եւ հեսա Հայկի հետ տեղափոխվելու ենք խոհանոց եւ պատրաստելու ենք Չեմ ասի, խոհանոցում կասեմ, թող անակնկալ լինի։ Հայկ դե մի երկու բան էլ դու ասա մեր հետևորդներին, սաղ քեզ հավանում են, լավ կոմենտներ են գրում, բաներ են ասում, դու էլ շնորհակալություն հայտնի, լավ բաներ ասա, թող լսեն։ Ես կոմենտներում պատասխանել եմ։ Բա ինչ իմանամ, որ պատասխանել ես։ Սիրելի հետևորդներ, Հայկը մեր պատվեր ունի, վռազա, սենց փշերի վրա նստել, 2 հատ գրիլի պատվեր ունի, սենց արդեն տեսեք լավ չի, հանգարց կարող է կարտոֆիլը վառվի, հավը վառվի ու ինքը լավ չի, բայց ես ասում եմ Հայկ նոր ես դրե համբերի, վառվի, ես եմ մտածողը, չեմ մտածում, դու մեր հետևորդներին ասա։ Կոմենտները կարող է գրել ես, մարդիկ չեն տեսել, մի ասենց ասա, թող լսեն։ Դե սպասում են, ասա Հայկ։ Շատ շնորհակալ եմ, որ լավ կոմենտներ են գրում իմ մասին։ Տարիքս էին ուզում իմանան։ Դե ասում եմ, կարող է 27 տարեկան եմ։ 27 տարեկան, խնդրեմ, տունն ես մնացել Հայկ։ Չէ, դեռ ժամանակ կա։ Ասում եմ ժամանակ կա, ինչ ժամանակ կա։ Ես 27 տարեկան հասակում, գայնի ասեմ, իմ աղջիկը արդեն առաջի երկրորդ դասարան էր։ Չէ, վռազդ ինչ է։ Պատկերացրու։ Ոնչի վռազս ինչ էր, շատ լավ է, փառքասու, ամեն րոպեի, ամեն պահի համար։ Երեխաներս շուտ են ծնվել, ջահել տատի պապի ենք, կարանք մեր երեխաներին օգնենք, թևու թիկունք լինենք, ջահել ենք։ Իսկ մեծ տարիքում, չես կարա քո մեծ տարիքում արդեն դու օգնության կարիք ունես, ոչ թե կկարողանաս քո երեխաներին օգնել։ Դա շատ կարևոր է Հայկ ջան, որը պետք է շուտ ամուսնանաս, որ ընտանիքդ էլ երիտասարդ լինի։ Հիմա ես որ տատի եմ, ինձ ասում են, «Ոյ, ջահել տատե, տարիքում տատի ես»։ Տոտի են ասում, «Չես նեղվում»։ Ոչ, չեմ նեղվում, որովհետև ես ուրախ եմ, որ ունեմ հրաշք թոռնիկ։ Ահա որ շատ սիրում եմ իմ թոռնիկին ու շատ ուրախ եմ, որ տատի եմ։ Ինչ կապ ունի, մարդու հոգին ջահել լինի, հոգին երիտասարդ լինի, Հայկ։ Ջահել կամ մեծ ինչ կապ ունի։ Հիմա մամաս այդ տարիքում 67 տարեկան տասակում հոգին ջահել, երիտասարդ, 18 տարեկանի նման գործեր անում, վազդում են, ծառեն, թուփեն, քարը։ Ինչ կապ ունի, մարդը կապ չունի մեծա, թե ջահելա, կան երիտասարդներ, որ ալարում են իրանց նստած տեղից, վեր կենան ասնեն են մի կողմը նստեն, չկան, ենքան կան, բայց դա կապ չունի, նենպես որ շուտ ամուսնացի, էլ գլուխս մի հարտուկի, շուտ ամուսնացի, որ հարսանիքի տորթը թխենք,
Սիրուն, մի հատ ուտուշ խմուշ անենք, տեսար նշան դրեք էի գնացե ինչքան լավներ, շատ հավեսով անցավ, ուրախացանք, դա է մնում կյանքում լավ բաները, ուրախ տեղեր գնալը և լավություն անելը սիրելի հետևորդներ, դա իմ կարծիքն է մարդը իրա կյանքում, ինչքան կարա թող կյանքը վայելի, կյանքը շատ կարճ է, շատ կարճ հայք, տես ասում ես հլը ժամանակ կա, չէ, ժամանակը նախ Աստված է որոշում, այդ առաջին, երկրորդն էլ ժամանակը եկել է, դու պիտի ամուսնանաս, հիմա Հայկի մաման նայում է, ինձ պարտադիր հետևում է Հայկի մաման, ասում է մինչև չեմ նայում, չեմ քնում, հիմա կտենակ ասի ես գոհարը իմ սրտից է խոսում, որովհետև այն կնիկն էլ է ուզում, որ տղուն ամուսնացնի չի ամուսնանում, այնպես որ ամուսնացնելու ենք, ես չմտածես, դե խոստացի, որ տենց ալնելու, խոստանում եմ, տեսեք սիրելի հետևորդներ, հաստատ չենք կարա ոչ մեծամասնությանը հրավիրենք Հայկի հարսանիքին, բայց հաստատ վիդեոյով ներկա կլինեն Հայկ, անպայման նկարահանում ենք անելու, բոլորն է տեսնելու են սիրելի հետևորդներ, այնպես որ հեսա վերադառնամ գնամ խոհանոց, նոր եմ եկել այնտեղից ու ասեմ, թե ինչ ենք պատրաստելու, եկա խոհանոց սիրելի հետևորդներ, և հեսա ցույց տամ, թե ինչ եմ որոշել պատրաստել այսօր որոշել եմ պատրաստել էկլեր, շատ հետևորդներ են գրում կոմենտներում, որ պատրաստեք էկլեր, պատրաստեք, այո, այսօր եկել է էկլերի պատրաստման օրը, սիրելի հետևորդներ, ես բոլորիդ կոմենտներն է կարդում եմ, բոլորիդ ցանկություններն է տեսնում եմ, բայց հաստատ մեկ օրում չեմ կարող կատարել բոլորիդ խնդրանքը, դրա համար էլ ես անդադ կարդալով անդրադառնում եմ կամաց, ով ինչ է ուզում, որ պատրաստեմ, այնպես որ ես ձեր բոլորի գրասներն է կարդում և մեծ հարգանքով եմ մոտենում սիրելի հետևորդներ, այսօր մոտեցել է էկլերի պատրաստման օրը, ոնց են պատրաստում էկլերը, ես սովորական ձևով եմ պատրաստում էկլերը, սիրելի հետևորդներ, ձեթով, ջուր, ալյուր, սովորական այդ ձևով եմ պատրաստում, ես ձեթով եմ պատրաստում, դա իմ տարբերակն է, կամ որ կարագով եմ պատրաստում, կամ որ կարագ ու ձեթ են անում, խառնում են, բայց ես օգտագործում եմ լրիվ ձեթ, սիրելի հետևորդներ, հիմա ցույց տամ իմ պատրաստման բաղադրատոմսը, ուրեմն մեկ բաժակ ջուրը մոտավորապես դա 250 միլիի կարգի է, լցնում եմ, ավելացնում եմ 100 գրամ ձեթ և մի պտղունդ, այսպես թեթև գթալի այսպես ծայրով աղ և դնելու եմ կրակի, որպեսզի հասնի եռման աստիճան, սիրելի հետևորդներ։ Արդեն ջուրը սկսեց եռալ, ձեթը, աղը, ջուրը, սիրելի հետևորդներ, ավելացնելու եմ ալյուրը, ինչքան ջուր եմ վերցնում, այնքան էլ ալյուրն եմ օգտագործում, սիրելի հետևորդներ, հիմա եսա լցնեմ ու սկսեմ արագ խառնել։ Լցրեցինք ալյուրը, մեկը թաքնվել է մեջը, թաքնվել է, բայց իրա ձեռքը չի ու սկսում ենք արագորեն խառնել, որպեսզի գնդիկները արագորեն բանանեն, էլի վերանան։ Ու այնքան ենք խառնելու, տրորելով խառնելու, մինչև որ տեսնեն գնդիկները չկան, եղել է համասեռ զանգված և մի փոքրիկ է բովվել է։ Տեսեք սիրելի հետևորդներ, համարյա թե պատրաստ է, ոնց ենք հասկանում, որ պատրաստ է, երբ որ արդեն սկսում է թավայի տակը սենց շերտանման, ինչ-որ սենց թաղանթի նման բան առաջանալ, այսինքն նշանակում է, որ մեր խմորը մոտենում է իրա պատրաստմանը, համ էլ դուք տրորելուց զգում եք, որ արդեն խմորը էլաստիկացել է, գնդիկներ չկա և մի փոքր էլ արդեն իսկ բովվել է։ Համարյա թե այսենց վիճակ պետք է լինի, ոնց որ թե պատրաստ է արդեն, հեսա վերջացնում ենք, վերջ, այսքանը, տեսեք այ այսպիսի տեսք է ստացել,
լրիվ արդեն ինքը համ գլատկիացել է, համ սիրուն բովվել է։ Ինչ եմ անում, ես միանգամից տեղափոխում եմ միքսերի ամանի մեջ, սիրելի հետևորդներ, որովհետև ես ձեռքով ձուն չեմ խփում, ես միքսերով եմ անում, ձուն հատիկ առ հատիկ գցում եմ եւ միքսերով աստիճանաբար խփում եմ, այսպես գցել եմ միքսերի ամանի մեջ եմ դնում, թողնում եմ, որ հովանա սառը վիճակով, բայց կարող եք լրիվ սառը վիճակով չանել, ես փորձել եմ, որ գոլ վիճակում էլ ավելի լավ է լինում եւ էկլերները փայլուն տեսք են ստանում, սիրելի հետևորդներ, մի թողեք, որ խմորը լրիվ սառի, համ ձունը դժվար հետը մերվում, համ էլ փայլը կորում է, դա փորձված միջոց է։ Հեսա մի փոքր հովանա, այսպես, եթե վրազում եք, սկսում եք սենց մի քիչ խառնել սառը ամանի մեջ եւ միանգամից սկսում է սառել։ Տեսեք, գոլորշին իր ձև է բարձրանում։ Այսա մի քիչ էլ սառի ու ձուն ես օգտագործելու եմ 4-ից 5 հատ ձու, սիրելի հետևորդներ, սկզբից 4 ձուն օգտագործեմ, հետո կհասկանամ, եթե խմորը նորմալ է, եթե չէ, ապա եթե պինդ է, ապա 1 ձու եմ կավելացնեմ եւ կախված է ձվի մեծությունից է։ Կա ձու, որ շատ մեծ է եւ 4-ը լրիվ բավական է լինում։ Դրա համար էլ ես միշտ ասում եմ 4-ից 5 ձու։ Հեսա մի քիչ սառի ու ցույց կտամ ինչպես եմ այդ պրոցեսը անում։ Արդեն սառել է մեր էկլերի խմորը։ Հիմա արդեն ամրացնեմ մեր միքսերը եւ հատիկ առ հատիկ ավելացնեմ ձու։ Ուրեմն մի հատիկ ձու եմ ավելացնում եւ միացնում եմ բարձր աստիճանով, թող երկուսով ավելի, երկուսով ավելի լավը կլինի։ Հենց տեսնում ենք արդեն, որ այդ ձուն մի քիչ արդեն մերվում է խմորի հետ, նոր ավելացնելու եմ երկրորդ ձուն։ Այսպես, թող խառնվի։ Հիմա ավելացնելու եմ երկրորդ ձուն։ Տեսեք, այդ նասատկով պետք է անենք, որը համ խմորի նման լինի, ինքը պինդ մասայի համար է։ Տեսնում ենք, մի հատ էլ հեսա լապատկայով ստուգեմ։ Ավելացնում ենք երրորդ ձուն։ Այս տոտիկով առաջ բերել, որ մասան լրիվ խառնվի, այսպես առաջ եմ բերում կողքերից ու նորից շարունակում ենք, դեռ մենք ավելացել ենք 3 ձու, մի հատ թող հարի, որպեսզի հասկանամ պնդությունը, ավելացնում եմ 4-րդ ձուն, որից հետո արդենից պետք է սպասենք, տեսնենք պնդությունը ինչ ձևի է, նոր որոշենք, ավելացնենք 5-րդ ձուն, թե ոչ։ Մի քիչ հարվելուց հետո լրիվ արդեն պարզ կլինի, սիրելի հետևորդներ, հանկարծ չվռազեք ու արագ-արագ լցնեք, որովհետև այս խմորը ձվի հետ, ինքը կարող սկզբից քեզ թվա, որ ջրիկ է, հետո անմիջապես պնդանա, այնպես որ մի վռազեք, սպասեք թող մի հատ լավ խմորը մերվի, որ հասկանանք պինդ է, թե ջրիկ, որովհետև շատ կարևոր է էկլերի համար, թե ջրիկությունը, թե պնդիկությունը, պետք է ընտրենք ոսկե միջինը, որպեսզի ստանանք լավ էկլերներ։ Անջատել եմ ու ինձ թվում է, որ լրիվ նորմալ է, 4 ձուն լրիվ նորմալ է։ Հիմա հեսա հանեմ ու տեսնեմ, թե ինչ վիճակ է։ Ու լրիվ նորմալ վիճակ է։ Հիմա արդեն լցնելու եմ այսպիսի նախատեսված թխվածքների էկլերների համար այսպիսի կոպրակի մեջ։
եւ տեղափոխեմ պատրաստեմ եւ տեղափոխեմ արդեն իսկ ջրոց լցնում ենք տեսեք այսպես պնդության պետք է լինի էկլերի խմորը մոտեցել է իմ ամենաչսիրած պահը չեմ սիրում երբ որ խմորը լցնում եմ այ այսպիսի տոպրակի մեջ մի տեսակ ներվային անում եմ չգիտեմ ինչի ոնց որ իմը չլինի ամենաչսիրածս բանն է բայց դե շատ հարմար տոպրակներ են ինչ ձևի նասատկա ուզում ես դնում ես այդ ձևի սիրուն ու զորներ ես ստանում եւ այս կտորներն այնքան լավն են տորտինիից են գնել ու շատ հաջող որակյալ կտորներ են օգտագործում ենք ինչքան ժամանակ է ու ոչ մի խնդիր չի առաջացել Մեսա բոլորը դատարկեմ հիմա մոտեցանք ձևավորմանը մեծ էկլերներ եմ անելու այ այսքանը լրիվ նորմալ է հեռավորություն ենք պահում որպեսզի մեկը մեկին չխանգարի այ այսպես տեսեք այդ մի պորցիայից դուրս եկավ դու արել եմ 5 հատ այսպիսի կլոր մեծ էկլեր 4 հատ այսպիսի երկար եւ մի հատիկ է փոքրիկ դուրս եկավ հիմա տեսնենք ոնց ենք ստանում սիրուն տեսք բարի ճանապարհ ահա եկավ ավարտի ժամը սիրելի հետևորդներ ոչ թե իմ շփման ավարտի ժամը, այլ էկլերների պատրաստման ժամը ավարտվեց։ Հիմա տեսեք, թե ինչ տեսք ունեն էկլերները, սիրելի հետևորդներ, այս տեսակի էկլերել եմ ստացել, այսպես պետք է մեջը կրեմապատեմ և մի կողմը սեն շակալաթի մեջ մտցնեմ, հանեմ, շատ սիրուն տեսք է ստանում, ես էլ մի հատիկ պուճուրիկ էր մնացել, այսպիսի պուճուրիկ եմ արել, և այսպես տեսեք շատ հետև, շատ լավ, փայլուն, սիրուն, լավ էկլերներ են եղել, հիմա այս պահին ես չեմ լցոնելու, սիրելի հետևորդներ, որովհետև տաք վիճակում է գտնվում և ինքը մի քիչ փխրուն է, թող մի քիչ փափկի, հովանա, վաղ առավոտյան երբ որ լցոնեմ, արդեն ցույց կտամ, թե ինչ տեսակի կրեմ եմ ես պատրաստում էկլերների համար ու ինչ սև եմ լցոնում, սիրելի հետևորդներ։ Այսօր այսքանը, ձեր հետ էին, սկզբից ասում եմ ձեր հետ էր Գոհարը, հիմա ասում եմ ձեր հետ էին Գոհարն ու Հայկը, որոնք միշտ սպասում ենք ձեզ, ձեր մեկնաբանություններին ու մենք միշտ սիրում ենք ձեզ և կարոտում ենք, որ մի օր վիդեո չենք նկարահանում, Հայկը ինձանից առաջ անգնում, ես Հայկից, որ հենց տեսնում է հասա, մտա, գործի տեղը մենեց հանում, Գոհար այսօր ինչ ենք նկարելու, ինձանից առաջ մտածում, ոգևորվում է և սիրելի հետևորդներ ոնց տենում եմ, դուք էլ Հայկին շատ եք սիրում, գրում եք, մենք էլ ձեզ սիրելի հետևորդներ ու միշտ մնալու ենք ձեր հետ, ինչ էլ որ լինի, ինչ էլ որ պատահի, ձեր հետ Գոհարն ու Հայկն էին, մնացեք Աստծով, Հայկ դու էլ հաջող արա։ Հաջողություն։